Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ եթե Հայաստան եւ Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ապա պետք է նաեւ այն ժամանակ, խորհրդային միության ժամանակ այստեղ ապրած ադրբեջանցիները հետ գալու ապրելու իրավունք ունենան։ Գալու Բաքվի մեր փախածները ստեղ են մնացել, նրանց փախածներն էլ թողնդ է մնան պրսնի հետը։ Իսկ ինչ մնում է հավայի ծախսեր, մախսեր, սատմատ են սարքում, զենք պետք է առնեն, լիքը զենք ունենան։ Թուրքիա հետ մենակ զենքով պետք է ուժեղալ, նես քնելվա ելնի, իր մոտ Ադրբեջանում ինքը թալանում է, մի հատ պետք է մտածած թշնամի մտածի, այդ մտածած թշնամին էլ միշտ մենք ենք կլելու, միշտ կռիվ ասարկելու, որ ընդ ինքը իր թալանը պահի։ Դրա համար պետք է զինված ելնես, որ կարենաս դիմադրես։ Ինքը իր նավթի փողերը գողանում է իր երկրում, պետք է մի հատ թշնամի ձեռի տակ նկարած թշնամի ունենա, որ ժողովրդի ուշադրությունը խափի, ասի, ինչի եմ արեն տենց վատ ապրում, որ ասի հայերի հետ իբր թե պայքարում են, բայց տենց բան չկա, թալանում է, թշնամի է պետք իրան, ու միշտ էլ պատերազմ հրահրելու է ինքը, զենք պետք է առնենք, զենք։ Ես այդ հայտարարությունը գիտեմ, թե Ալիևը հոգեմետ դեղեր ախամում այդ նախադասությունը արտահայտում է։ Այսօր այստեղից են նման հայտարարություն արել։ Այստեղից։ Այո, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, եթե խաղաղության պայմանագիրը մենք կնքենք, կարող են ադրբեջանցիները գան եւ այստեղ ապրել։ Որովհետեւ Արեմեցյան Հայաստան գոյություն չունի առհասարակ, որքան որ պատմությանը ես զանգեզուրցի եմ, որքան որ ես պատմությանը տեղյակ եմ, այդ վերջի շրջանը, որ արդեն ասում են փուլ առ փուլ պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագիրի ստորագրումը, հանկած այդ վիժվածքից Ալիևից մի բան առաջանում է։ Զարմանում ես, ասում ես, ինչի մասին է խոսքը։ Ես չգիտեմ նման բան, ես չգիտեմ թե Ալեն Սիմոնյանը ինչ է մտածել, որ այդ հայտարարությունը ասել է, չեմ կարող դրա փոխարեն ասեմ, բայց ես գիտեմ, որ նման միտք անգամ չկա, նման խոսույթ անգամ չի եղել, որ Արեմեցյան Հայաստանը։ Ես մեկ-մեկից թվում է, թե ես Մալացիայի շուկա, որ գնում եմ շինարարությունը, որտեղ եմ ասեմ, երևի Ալիևը սա նկատի ունի, որ իր ժողովուրդը գալու են ստեղ, անկեղծ ասած, որտեղ դա բոլորիս համար չբարձրաձայնող, բայց շատ ցավոտ անվտանգության հարց է, ի վերջո իմ մասին չի խոսքը, 44 օրյա պատերազմը ասեց, որ մենք ինչեր կորցրինք, չէ, ոչ մի հայ ընտանիք օջախ չի ուզենա նման տեղի ունենա կրկնի անգամ, մտքներովս անգամ ասի ինչ-որ տեղի ունեցա։ Հետևաբար ես այդ ինչ ուզում ասի, այդ վիժվածքը, ինչ թելադրում այդ պահինիքը ուղեղը ասում է, ավելի վատ վիճը անհավանական է դասում խաղաղության պայմանագրի ստորագրումին։ Ես նման ձև կմտածեի, որ ադատ արգելքներ աստեղծում, որ դա տեղի չունենա, մերոք համբերատար կուլ տալով, այն որ ասած նսեմանալով ինչ-որ տեղել, այդ անդեր թուղթը չգիտեմ որքանով կյանքի կկոչվի եւ երկանու դա իր իսկական նշանակությունը կունենա, ես դա չեմ կարող ասել, մենակ այդ ստորագրության մեջ չի, չէ, այնուամենայնիվ ես նման բան չգիտեմ։ Ոսեք վերաբերում այն հայտարարությանը, որ այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, եթե կնքվի Հայաստան եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ ոչ մի կարող են գալ այստեղ ապրել։ Չէ, Ադրբեջանի դուխը Հայաստան չտի։ Ոչ մի Ադրբեջան, մեր երեխաները կտորում են, ինչ Ադրբեջան, որին տենան բռիպ եմ հեղտեն։ Ով ասում տես բան։ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել։ Ադրբեջանի ժողովում չեպազորիչի ժամանակ։ Չեմ լսել, նախ երկրորդը ոչ մեկը չի կարող գաստեղ ապրի։ Դա բացառվում է։ Ինչ վտանգներ կոստան նման դեպքում։ Անհնար բանը ինչ վտանգ։ Հոգ տողը որ գան ապրեն։ Չէ, դա բացառվում է։ Գուցե Նախիջևանի ադրբեջանցիներն էլ դուրս գան, ընդեղի հայերը գան, ամբողջ Արցախը հյուսիսային, հարթավայրային Արցախի ժողովուրդն էլ վերադառնա, Բաքվի ժողովուրդն էլ, երբ որ այդ կետերից մեկն ու մեկ իրանք կկատարեն, նոր գուցե կարելի է մտածել նրանց հետ գալու մասին, ոչ մեկ դեմ չի գալու։ Բայց հələ մի հատ մենք եկեք ճշտենք, ո՞րն էր մերը, որտեղից սկսվեց այդ ամեն ինչը։ Սկզբում մենք չենք հայաթափել Ադրբեջանը դատարկել է մեր տարածքները։ Եվ ինչի մասին է խոսքը։ Խաղաղությունը լավ բան է, բայց պիտի իմանաս այդ խաղաղության համար ինչ է վճարում։ Եթե իրանք պիտի գան այստեղ ու մեկ էլ նորից Հայաստանը հայաթափենք, դա ես չեմ կարծում, ότι այդքան է լավ խաղաղության պայմանագիրը։ Իսկ մենք ավելի լուրջ կայուն հիմքերից պիտի դնենք այդ հարցերը։ Իհարկե խաղաղությունը շատ լավ բան է, ու մեզ ավելի շատ է պետք, բայց պիտի իմանաս ինչ խաղաղություն ես ուզում։ Ամեն բան էլ ամենտեղ էլ հնարավոր է, չեմ կարծում, անհնար ոչինչ չկա։ Ուղղակի հիմա շատ ավելի, չգիտես, ինչ ուժեր են կանգնած այս ամեն ինչի հետևում։ Ոյ, էդի չէ։ Էդի չէին ուզի որ վերադառնային։ Ոնց կան կնենց
Ինչ խնդիրներ տեսնում, եթե նման պահանջ դնի Ադրբեջան եւ Հայաստանը իրական գնացնի։ Ոյ, եթե չեմ կարող ասեմ, դժվարանում եմ պատասխանել։